Վերջին տարիների ընթացքում դերասան Լևոն Մկրտչյանը սկսեց իր կարիերան և հիմա ակտիվորեն նկարահանվում է հեռուստասերիալներում, իսկ նրա կինը հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը բացի աշխատանքային գործունեությունից ակտիվ է նաև սոցիալական էջերում, որտեղ էլ նոր լուսանկարներին կից այսպիսի գրառում է արել. «Հաճախ ինձ ասում են՝ Լևոնի հարցում բախտդ բերել է։ Քիչ չեն նաև նրանք, ովքեր նույն բանն ասում են Լևոնին՝ Էվկայի հարցում բախտդ բերել է։ Մենք դա իսկապես գիտակցում և ընդունում ենք, որ իրար ունենալը մեծագույն պարգև ու հարստություն է, բայց հավատացեք, սիրելի մարդիկ, որ այդ պարգևին հենց այնպես չենք արժանացել։ Մեր սերը երկարատև համբերատարության, միմյանց հավատալու, շատ բարդ ճանապարհի մասին է նաև։ Եվ այո, հիմա էլ ամեն բան նույնքան գունավոր չէ, որքան կարող է թվալ։ Մեզանից յուրաքանչյուրն էլ ապրում է երբեմն վատ, բայց երբեմն էլ լույսով, հաղթանակի օրեր։ Մեզանից յուրաքանչյուրն էլ ունի իր ճանապարհը, և միայն այդ ճանապարհի ավարտին պարզ կլինի ամեն բան. ում երնեք, իսկ ում հազար երանի։ Այսպիսով մենք դեռ մեր կյանքի գնացքում ենք, պատրաստ տարբեր մարտահրավերների և ինչու ոչ լիուլի պարգևների», սոցիալական էջերում գրել էր Էվելինա Ստեփանյանը, իսկ մենք հավելենք, որ հաղորդավարուհին նաև սոցիալական էջերում հաճախ հարց ու պատասխաններ է կազմակերպում ու կիսվում մասնագիտական հնարքների մասին։ Star News-ն առանձնացրել է նաև այդ տեսանյութերից մի քանիսը, առաջարկում ենք ձեզ դիտել դրանք առանց մեկնաբանության։ Բարելույս սիրելի մարդիկ, հարգելի կանայք, եթե անգամ ձեր տան որևէ իր տեղում չի գտնվում, միևնույնն է ձեզ համով սմուզի սարքեք, նախաճաշեք, դա սմուզիով չէ, էլի, սա ուղղակի որպես ըմպելիք, եւ նոր անցեք տնային գործերին։ Ես օրինակ ցույց չեմ տա հիմա իմ տան վիճակը, որովհետեւ մեղմ ասած այդքան էլ էսթետիկ չի։ Կրթության վերաբերյալ այս հարցը շատ եք ուղղել, ըստ իս պիտի պատասխանել եւ անդրադառնալ։ Տեսեք, հստակ մասնագիտությամբ բուհ կամ համալսարանում ինչ-որ բաժին չունենք, վստահ կարող եմ ասել։ Հետևաբար ռադիոհաղորդավարի աշխատանքը զբաղեցնում են այն մարդիկ, ովքեր հարակից ոլորտներից են, հա, օրինակ ես մասնագիտությամբ դերասանուհի եմ, թատերական կրթություն ունեմ, մյուս գործընկերուհիս էլի արվեստագետ է, նկարչուհի է, մյուս գործընկերս կրկին թատերականն է ավարտել, բայց ըստ իս այս պարագայում կրթությունը հստակ, այո, կարևոր է, ընդհանուր ինտելեկտը մասնագետի կարևոր է, բայց ավելի էական է իր բնավորության գծերը որպես անհատ, որպես կերպար իր հետաքրքիր լինելը, մոտեցումները կյանքին, բնավորության շատ գծեր կան, որոնք կարևոր են, դրանց կանդրադառնանք։ Ինչպես հաջողվեց աշխատել ռադիոյում։ Ես մասնագիտությամբ դերասանուհի էի, այդ ընթացքում խաղում էի թատրոնում, ծավալում էի մասնագիտական գործունեություն, բայց ինչ-որ պահի հասկացա, որ ինձ պետք է ավելին։ Ես ուզում եմ մեդիա ոլորտում էլ ունենալ իմ տեղը, իմ աշխատանքը, եւ քանի որ այդքան էլ չեմ սիրում տեսախցիկների հետ գործ ունենալ, որոշեցի ռադիոյում աշխատանք փնտրել եւ անմիջապես վերցրի հեռախոսը ու զանգահարեցի ռադիո Ավրորա։ Բախտս բերեց այդ ընթացքում կար աշխատողի կարիք, այսպես ասած, եւ անմիջապես ես հրավիրվեցի հարցազրույցի։ Շատ լուրջ դեմքով ասացի, որ ես պատրաստ եմ աշխատել ռադիոյում, որովհետև արդեն TV-ում ունեի կրկնօրինակող դերասանուհու փորձ, իսկ դա ձայնի հետ կապված աշխատանք է, այսպես ասած բեմական խոսքը շատ օգնում է մեր այս գործին, եւ այդպես համոզեցի, ստացվեց։ Անշուշտ, երբ դու գալիս ես թատրոնից, երբ ամբողջ կյանքում ստեղծագործել ես թատրոնում, այսպես արվեստասեր ես եղել ու քեզ ոչինչ չի հետաքրքրել բացի թատրոնը, միանշանակ այս ամբողջ տեխնիկան տեսնելը ինձ համար շոկ էր, եւ մեր հիմնադիր տնօրենը ինձ առաջին բանը, որ հարցրեց, ասեց դու կարողանաս տիրապետել այդ տեխնիկային եւ միաժամանակ անել բազում տեխնիկական գործողություններ, բացի ստեղծագործականից, բացի ուղիղ եթերում խոսելուց, ինձ մոտ ստոպ էր, վախ էր առաջին հերթին, բայց քանի որ կար մեծ ցանկություն, հաղթահարվեցին այդ վախերը եւ մոտավորապես 1 ամսում ես յուրացրի այս ամբողջ հսկայական եւ ծավալուն աշխատանքը
Իսկապես շատ բարդ ներբություններ ունի մեր աշխատանքը, շատ բարդ, թվում է թե մենք ընդհանրապես խոսում ենք, բայց ոչ։ Ինչը պետք ռադիո հաղորդավարի աշխատանքի համար հիմա լույսը կմիացնեմ։ Ես կկենտրոնանամ բնավորության գծերի վրա։ Առաջին հերթին պիտի լինես շատ արագ կողմնորոշվող, որովհետև ուղիղ եթերը լի է անակնկալներով, անսպասելի, ոչ ցանկալի անակնկալներով ու պարտավոր ես արագ կողմնորոշվել իրավիճակում, յուրաքանչյուր իրավիճակում բարդ գտնել լուծումներ։ Դա առաջին հերթին։ Երկրորդը պիտի լինես գերպատասխանատու։ Ուղիղ եթերը չի սիրում ուշացումներ, ուղիղ եթերը չի սիրում սխալներ եւ առասարակ պատասխանատու բնավորությունը կարևոր է, կարևորներից կարևորը ըստիս։ Պիտի լինես հետաքրքիր մտածողությամբ, կարողանաս անընդմեջ լինել նոր, չձանձրացնող, կենցաղում շատ ակտիվ մարդ, որովհետև եթե չգիտես կենցաղային խնդիրների մասին, այսինքն դու ապրում ես քո փոքրիկ միկրոաշխարհում, քեզ դժվար կլինի շփվել հասարակության հետ, իսկ շփումը կոնկրետ մեր ռադիոյում անմիջական է մարդկանց հետ։ Եղել է պահ, երբ ուղիղ եթերում հուզվել եք եւ դժվարացել պատասխանել։ Նման պահերը շատ հաճախ են լինում ուղիղ եթերում, հատկապես երեկոյան հաղորդումների ժամանակ, երբ մեզ միանում են ռադիո լսողներ եւ մենք կենթանի շփումներ ենք ունենում, բազմաթիվ էմոցիոնալ թեմաներ ենք ունեցել, շատ սրտոտ խոսակցություններ ենք ունեցել եւ այդ ընթացքում հատկապես ինձ նման զգայուն մարդու համար դժվար է չհուզվելը եւ ուղիղ եթերում մենք շատ անկեղծ ենք մեր զգացողությունները պարզ ներկայացնում ենք եւ հենց դրանով է ռադիոլսողը մեզ իրեն շատ մոտ համարում, մեզ շատ սիրում, ինչը ողջունելի է, շատ ուրախալի է մեզ համար եւ պարտավորեցնող, բայց մի դեպք կհիշեմ, երբ մենք խոսում ենք, թեման չեմ հիշում, բայց կարծես թե կին տղամարդ հարաբերությունների մասին էինք խոսում։ Մի տղամարդ զանգահարեց, հիմա կասեմ հաջորդ ստորիում ինչ էր պատմում։ Այսօրվապես հիշում եմ այդ օրը, երեկոյան եթեր էր, մի տղամարդ էր զանգահարել եւ պատմում էր իր երիտասարդ տարիների մասին, իր ապագա կնոջ հետ ինչպես են ընկերություն արել, այդ ժամանակ ինքը առհասարակ գումար գրեթե չէր վաստակում, իհարկե ներկայումս իրենց ֆինանսական դրությունը ընտանեկան կարգավիճակում հրաշալի էր, բայց այն ժամանակ դժվար տարիներ են եղել եւ այլն, եւ ոնց է կինը իրեն հարգել, ընդունել նրբանկատորեն սրճարանում, այսպես սեղանի տակից երբեմն հաշիվը փակելու ժամանակ գումար է տվել իր տղամարդուն, որպեսզի հանկարծ չնեղվի եւ այդ պատմությունը շատ էմոցիոնալ էր, անկեղծ ես հուզվել էի եթերում ու չէի թաքցնում հուզմունքս, հետո բազմաթիվ զրույցներ ունեցանք ռադիո լսողների հետ, շնորհակալություն հայտնեցին այդ անկեղծության համար եւ դա իրական սիրո փոխանցման վառ ապացույց էր ինձ համար։